այս մրցաշրջանից առաջ ունեի 2 նպատակ։ Կա ինչ-որ մի խորհուրդ, այդ հիշում եք, որ Վահե Գևորգյանը ասել է, որ սենց է պետք։ Կա տենց խորհուրդ, որ ես կարծում եմ միշտ կհետևեմ այդ խորհրդին։ Դուք զբաղեցրել եք երկրորդ հորիզոնական ռմբարկուների ցուցակում։ Կարծում եմ կատարելագործելուց հետո անպայման ուրիշ առաջություն կտեղափոխվեմ, կխաղամ ավելի լավ լիգայում։ Որ հատկությունն է, որ ամենաթանկարժեքն է ձեզ համար։ Նա ինձ մի առիթով ասաց, որ չպետք է բավարարվել ունեցածով։ Կրկին տանելու եմ այն հարցին, որը որ մշտապես իմ հյուրերին տալիս եմ։ Վահե Գևորգյանը չի թողնի, որ մենք տես մտածենք, անկեղծ ասած։ Ասում եմ, առաջին միտքը քեզ մոտ որն էր։ Վախ, թե ինչ անեմ, որ լավ լինի։ Շատ լավ հարց տվեցիք։ Որ պահին ձեր կարիերայում զգացիք, որ սա բեկումնային պահն է։ Վերջի շրջանում ավելի շատ դուր սկսել կա գոլեր խփել։ Փորձում եք գտնեք պատասխաններ։ Անկեղծ ասեմ ձեզ, հիմա եվրոգավաթներն են մեր արժևում այդ խաղերն են։ Նախընտրում եք գոլեր, թե ասիստներ կատարել։ Բոլորի հետ էլ ես ծանոթ էի այնտեղ, համարյա բոլորի։ Այդպիսի մտքեր առաջանում են։ Անկեղծ ասած շատ երկար էի սպասել այդ հրավերին ու շատ հպարտություն եւ պատասխանատվություն զգացի այդ պահին։ Ինչ եք զգում, ում հետ կիսվեցիք առաջինը։ Այդ ժամանակ փորձում ես լավագույնը քեզ դրսևորես, որպեսզի օգնես հավաքականին։ Թիմը խաղա այնպիսի ֆուտբոլ, որ ակնահաճո լինի։ Կոնկրետ իմ մասով ասեմ, ինձ ազատություն տալիս է խաղադաշտում եւ կարծում եմ այդ անապաստում որ շատ գոլեր են խփում։ Որ չես կարող բառերով բացատրես, թե ինչ ես զգում այդ պահին, երբ որ հավաքականի մարզաշապիկը կրում ես եւ դուրս ես գալի խաղադաշտ։ Առաջինը կիսվեցի իմ լավ ընկերոջ Արման Հակոբյանին, նույն ինքը Ալաշկերտի բժիշկի։ Լարվածություն կար շատ քիչ, բայց այդ ինչ չխանգարեց, ես կարծում եմ։ Միանշանակ, բայց լավ պատրաստվելու ենք, որպեսզի լավ հանդես գանք եվրոգավաթներում։ Կարծում դրսի ֆուտբոլիստների հետ մենակ ծանոթ չէի, Սպերցյանի, Տիկնիզյանի։ Կուզեմ, որ մարզիչը այդ աստիճանի հավատա իր ֆուտբոլիստներին եւ իր մարզչական շտաբին։ Բայց բոլորի հետ էլ ծանոթացա, շատ ջերմ ընդունեցին ինձ այնտեղ եւ ես երջանիկ եմ։ Քիչ բարդ հարց եք տալիս, բայց կարող եմ նշել վերջի 2 տարիները ավելի շատ բեկումնային իմ կարիերայում։ Գլխավոր մարզիչ չեմ կարծում, օգնական հնարավոր է։ Կարայինք ավելին։ Հնարավոր է։ Չեն իմանում, թե ինչքան ծանր ենք մենք տանում այդ խոշոր պարտությունները։ Անկեղծ ասած, այդ նենց բարդ հարց է, որի պատասխանը ես չունեմ։ Շնորհակալ եմ շատ։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք դիտում եք Ինտերֆուտբոլը նորալիք YouTube-յան ալիքում։ Կրկին նույն խոսքերը, նույն դասավորությամբ ասում եմ ես, բայց այսօր բնականաբար այլանուն եմ ասելու որպես հյուր։ Այո, մեր հյուրը այսօր այլ անձնավորություն է, բայց կրկին ու կրկին ֆուտբոլային աշխարհից Կարեն Նալբանդյանն է մեր հյուրը եւ իհարկե համոզված եմ ձեզնից շատերը մեծ հետաքրքրությամբ կդիտեն մեր զրույցը, քանզի Կարեն Նալբանդյանը շատ խոստումնալից, շատ տաղանդավոր, շատ արդեն այն որ ասում տեղը տեղին կայացած ֆուտբոլիստ է իր ձեռքբերումներով ու նվաճումներով հայկական ֆուտբոլում խոսալու բազմաթիվ առիթներ է մեզ տվել։ Ողջունում եմ Կարեն ջան։ Բարև ձեզ։ Ոնց է տրամադրությունը։ Շատ լավ։ Կարեն ջան, դուք ձեր տեսակով մարդկային փակ մարդ եք, թե շատ շփվող։ Փակ ավելի շատ, քան շատ շփվող։ Իսկ այդ հանգամանքը չի խանգարում ակումբում, հավաքականում օրինակ, որովհետև դե կոլեկտիվ սպորտաձև է ու այնտեղ շփումները անհնար է խուսափել այդ ամենից։ Կարելի ասել սպորտի մեջ ընդհանրապես չի խանգարում, ավելի շատ փակ եմ սպորտից դուրս։ Կարեն Նալբանդյանը պատանի հասակում միանշանակ իր ընտրությունը արդեն կայացրել էր, որ ֆուտբոլիստ է դառնալու ու այլ տարբերակ չկա։ Հա, առաջի անգամ, երբ որ առաջին քայլերը կատարեցի Բանանց ֆուտբոլային ակումբում ներկայիս Ուրարտուում, միանգամից հասկացա, որ ֆուտբոլից այն կողմ ուրիշ բան, ուրիշ սպորտ, ուրիշ, չգիտեմ, գործ կամ չգիտեմ, ինչ չեմ պատկերացնում իմ կյանքում։ Կարեն ջան, իսկ որ պահին ձեր կարիերայում զգացիք, որ սա բեկումնային պահն է, որպես ֆուտբոլիստ կայանալու առումով, ու զգացիք, որ մի հատ շատ լուրջ քայլ կատարեցիք ու այդ քայլից հետո արդեն գալիս է ավելի լայն ֆուտբոլային ճանապարհը։ Քիչ բարդ հարց եք տալիս, բայց կարող եմ նշել վերջի 2 տարիները ավելի շատ բեկումնային իմ կարիերայում, որովհետև վերջի 2 տարում ավելի շատ գոլեր սկսեցի խփել եւ աչքին գնել թե հավաքական հրավիրվելով, թե թիմում իմ հաջողություններով։ Նշեցիք գոլեր խփելու գործոնը, այս առաջնության ընթացքում 14 գոլ կիսապաշտպանի համար։ Երբ մրցաշրջանը նոր էր սկսում, տենց մտքում գոնե նշաձող ունեիք, որ պետքա օրինակ էս X քանակի գոլեր։ Անկեղծ ասած,
ունեի, կարող եմ ասել, այս մրցաշրջանից առաջ ունեի երկու նպատակ։ Առաջինը թիմիս հետ գրավել Եվրագավաթային ուղեգիրը, որը չհաջողվեց անցած մրցաշրջանում, եւ ավելի շատ գոլեր խփել անցած սեզոնի համեմատ եւ ստացվեց ինձ մոտ կարծում եմ։ Այո, իհարկե, ու շատ ուրախալի է, որ մեզ մոտ որպես այդպիսին ֆուտբոլիստները հենց իրենց բուն գործառույթները իրականացնելով չեն սահմանափակվում ու բազմապրոֆիլությունը իրենց աչքա ծակում։ Ձեր հատկանիշները որպես ֆուտբոլիստի, որոնք կուզենայիք մի փոքր ավելի sense կատարելագործել եւ որ հատվածում է, որ զգում եք, որ այդ գործոնից այդքան էլ ուժեղ չեմ, բայց դա ինձ այդքան էլ չի խանգարում։ Ամեն ինչն էլ կարող եմ կատարելագործել, ոչ մի բան իդեալական չի։ Կարծում եմ կատարելագործելուց հետո անպայման ուրիշ առաջություն կտեղափոխվեմ, կխաղամ ավելի լավ լիգայում։ Այ կատարելագործվելու առումով ֆուտբոլիստի շատ կարևոր է նաև մարզչի գործոնը։ Վահե Գևորգյանի գալուստը Ալաշկերտ ու ձեր համագործակցությունը, ձեր միասին կատարած աշխատանքը ինչ տվեց ձեզ։ Շատ բան տվեց մեզ եւ իմ թիմին, իմ թիմակիցների անունից կարող եմ ասել բոլորի շատ բան տվեց։ Կարծում եմ շատ լավ ընթացավ մեր մրցաշրջանը Ալաշկերտում Վանից հետո, որը կարող ենք այդքան հաջող չհամարել, որովհետեւ Եվրակուբոկներում չմասնակցեցինք։ Գլոբալ կարող եմ ասել, որ շատ բան տվեց ինձ եւ իմ թիմակիցներին։ Կարեն ջան, իսկ կա ինչ-որ մի խորհուրդ, որ անձնական զրույցների ժամանակա, որ sense տպվել է ձեր հիշողության մեջ ու մշտապես թե խաղադաշտում, թե առհասարակ ձեր առօրյայում այդ հիշում եք, որ այ Վահե Գևորգյանը ասել է, որ այ սենց է պետք։ Կա տենց խորհուրդ, որ ես կարծում եմ միշտ կհետևեմ այդ խորհրդին։ Նա ինձ մի առիթով ասաց, որ չպետք է բավարարվել ունեցածով եւ պետք է ամեն օր, ամեն մարզման, ամեն խաղին լինել ավելի լավը, քան նախորդը։ Եվ ես հետևում եմ այդ խորհրդին։ Քանի որ Վահե Գևորգյանը մեզ մոտ էլ է հյուր եղել ու իր հետ զրույցի ժամանակ ինքը նշեց, որ թե թիմի արժևա դրված այդպիսի առաջադրանք, որ թիմը խաղա այնպիսի ֆուտբոլ, որ ակնահաճո լինի ու գրավիչ լինի բոլորի համար, ոչ թե միայն ավտոբուսային sense պաշտպանությունով հարցերը լուծելու ու արդյունք ապահովելու խնդիր, որպես այդպեսին չկա, թե նաև հենց ձեր կրեատիվության առումով երբ այդ ամենը համադրում ենք, դուք որպես ոչ հարցակվող նախընտրում եք գոլեր, թե ասիստներ կատարել ու ինչքանով է այ հենց այդ գոլերի քանակը, որ հեղինակել եք, նպաստել այդ ամենի ի կատարածմանը, նպաստել Վահե Գևորգյանի գործոնը, որ ինքը ուզում է, որ հետաքրքիր ֆուտբոլ լինի։ Վերջի շրջանում ավելի շատ դուր է սկսել կա գոլեր խփել, վերջի շրջանում, բայց գոլային փոխանցումներն ինչ ասեմ, էլի հաճելի է։ Վահե Գևորգյանը կոնկրետ իմ մասով ասեմ, ինձ ազատություն տալիս է խաղադաշտում եւ կարծում եմ այդ անապաստում վերի շատ գոլեր են խփում։ Այս պարագայում Ալաշկերտը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Ուրախանալու առիթ էր, թե այն որ կարայինք ավելին։ Եթե համատենք անցած մրցաշրջանն ու այս, կարծում եմ արժի ուրախանալ, քանի որ վաստակեցին Եվրագավաթների ուղեգիր։ Այ Եվրագավաթներ, կոնֆերենցիաների լիգա, արդեն իսկ մտքեր որպես այդպեսին, ինչ պետք է ես անեմ, ինչ է ինձ սպասվում, մտահոգություններ, որ միգուցե կարող է շատ ավելի այլ մակարդակի ֆուտբոլի ականատես լինեք ու մենք էլ պետքա հնարավորինս ցկտենք հասնենք այդ մակարդակին։ Մտահոգություններ չէ, մտահոգություններ չունենք, միանշանակ, բայց լավ պատրաստվելու ենք, որպեսզի լավ հանդես գանք Եվրագավաթներում եւ հնարավորինս շատ փուլ անցնենք։ Դուք զբաղեցրել եք երկրորդ հորիզոնական ռմբարկուների ցուցակում։ Վահե Գևորգյանը համոզված եմ, այո, շատ մեծ ավանդ ունի հենց այդ նույն ազատությամբ, որ ձեզ տվել է։ Գրոհելը միշտ էլ հետաքրքիր է, լավ է, գոլեր, ասիստներ, կարևոր գործողություններ իրականացնել։ Միևնույն ժամանակ այն սևագործ աշխատանքը, որ պետքա դե բնականաբար կիսապաշտպանության ֆուտբոլիստը շատ ավելի շատ է իրականացնում։ Տեսեք, ֆուտբոլիստը կարա ինչ որ պահ մտածի, որ չվազի այս սիտուացիան, ես որպես ֆուտբոլիստ եմ ասում, բայց Վահե Գևորգյանը չի թողնի, որ մենք տես մտածենք, անկեղծ ասած, եւ չէ, կարելի ասել գլոբալ չէ, բայց ինչ որ պահ մտածում ես չվազես կամ վազես, ընկերս կհասցնի, ես չհասցնեմ, բայց Վահե Գևորգյանը չի թողում, որ տես լինի։ Կրկին տանելու եմ այն հարցին, որը որ մշտապես իմ հյուրերին տալիս եմ։ Մանկապատանեկան ֆուտբոլում ինչը մեզ մոտ ըստ ձեզ չի ստացվում, որպեսզի այդ անցումը արդեն հասուն ֆուտբոլիստի կարիերային ավելի սահուն լինի ու ավելի հեշտությամբ կայանան այդ ֆուտբոլիստները։ Անկեղծ ասած, այդ նենց բարդ հարց է, որի պատասխանը ես չունեմ։ Այ ձեզ եղել է ինչ որ մի բան, որ խանգարի այդ անցումային հատվածում։ Անցումային հատվածում
Ես ծանր տրավմա էի ստացել նորավակին կազմում, որը արդեն առաջի լիգայից բարձրացանք բարձրագույն լիգա, այնտեղ մի քանի խաղացի եւ ծանր տրավմա ստացա, ծնկի 5 ամիս չխաղացի եւ կարծում եմ դա եղել իմ։ Հոգեբանական առումով այդ իրավիճակը մտքեր առաջացել են, որ կարող է այնքան խանգարի ինձ վնասվածքը, որ հետագայում ազդի կարիերայից վրա։ Ինձ մոտ չի եղել, չգիտեմ մնացածի մոտ ոնց է եղել, ես կխաղամ թե չեմ խաղամ այդ ֆուտբոլ, բայց ես միշտ վստահ եմ եղել, որ շարունակելու եմ ավելի ուժեղ եմ լինելու, քան միջև վնասվածքը։ Շատ ընտի, շատ մարտունակ տրամադրվածությամբ խոսքեր։ Երկրորդ անգամ հրավիրվել էիք Հայաստանի ազգային հավաքական, Բելարուսի հետ արդեն մեկնարկային կազմում էիք։ Գնանք մի հատ առաջին անգամ հրավիրվելու ժամանակահատված, ինչ էմոցիաներ էին ձեզ մոտ, ինչ էիք զգում, ում հետ կիսվեցիք առաջինը։ Առաջինը կիսվեցի իմ լավ ընկերոջ Արման Հակոբյանի, նույն ինքը Ալաշկերտի բժիշկի։ Անկեղծ ասած շատ երկար էի սպասել այդ հրավերին ու շատ հպարտություն եւ պատասխանատվություն զգացի այդ պահին եւ անհամբեր սպասում էի նորամուտից։ Իսկ արդեն երբ հիմնական կազմում Բելարուսի հետ խաղում դուրս եկաք խաղադաշտ, հիմնական կազմում որ չես կարող բառերով բացատրես, թե ինչ ես զգում այդ պահին, երբ որ հավաքականի մարզաշապիկը կրում ես եւ դուրս ես գալի խաղադաշտ, մեծ հպարտությամբ էի լցված եւ ինչ որ չափով լարվածություն կար, շատ քիչ, բայց այդ ինչ չխանգարեց, ես կարծում եմ, շատ մեծ պատասխանատվություն ես զգում, երբ կրում ես հավաքականի մարզաշապիկը։ Այ Կարլեն Հովանեսյանին այդ հարցը տվեցի, երբ ինքը հավաքականի կազմում արդեն խաղաժամանակ էր ստացել։ Ասում էի, առաջին միտքը քեզ մոտ ո՞րն էր, վախ, թե ինչ անեմ, որ լավ լինի։ Ձեզ մոտ ո՞րն էր ավելի շուտ, վախը չսխալվելու, թե այ ոնց անեմ, որ ինձ լավագույնս դրսևորեմ։ Վախ չի եղել ընդհանրապես, ուղղակի այդ ժամանակ փորձում ես լավագույնը քեզ դրսևորես, որպեսզի օգնես հավաքականին։ Երբ նոր ես մուտք գործում հավաքականի ճամբար, դուրս ես գալիս խաղադաշտ, այդ ժամանակ, ասում եմ, մանր բանը շատ ավելի քո աչքը ծակում, չէ՞, այստեղ կարայի մի քիչ ավելի լավ սենց անեի, ընդեղը նենց անեի։ Այդ մտքերը անհանգստացնում են ձեզ, թե լրիվ սենց կարողանում եք կտրվել այդ իրավիճակում։ Ինձ չեն անհանգստացրել, լրիվ կտրվել եմ ձերա, ոնց ասացիք, լրիվ կտրվել եմ եւ կենտրոնացել եմ պարապմունքներին եւ խաղերին։ Հայաստանի առաջնություն կա հետագա քայլերի հերթականություն ձեզ համար։ Անկեղծ ասեմ ձեզ, հիմա եվրոգավաթներն են մեր արխիվում այդ խաղերն են, շատ կուզեմ այդ խաղերը լավ անցկացնենք, իսկ ինչ վերաբերվում անձնական ինձ, ես շատ ուզում եմ արտասահման գնամ, ուրիշ ավելի լավ առաջնությունում ուժերս փորձեմ։ Կա այդպիսի ֆուտբոլիստ ձեզ համար, որ որպես օրինակ մշտապես մտքում է իրենից խաղին հետևելով, այսի կարելի է խաղել, այս սենց պետք է շարժվել խաղադաշտում։ Այս պահին ասեմ, երկու ֆուտբոլիստ եմ առանձնացնում, Բրունո Ֆերնանդեշը եւ Վիծինյան, որ երկուսի խաղն էլ նայելով շատ բան կարող է սովորել ամեն կենտրոն կիսապաշտպան։ Անցած անգամ Կամոն էր մեր հյուրը ու խոսում ենք ցավալի պարտությունից, ու ասում էր չեն իմանում, թե ինչքան ծանր ենք մենք տանում այդ խոշոր պարտությունները, ու ասում է այդ ժամանակ ոնց որ դու ես զարմանում, ասում ես լավ ես էլ եմ ֆուտբոլիստ, իրենք էլ են ֆուտբոլիստ։ Ինչու եմ այս օրինակը բերում։ Որ նայում եք նույն Բրունո Ֆերնանդեշի, նույն Վիծինյայի խաղին, այդպիսի մտքեր առաջանում են։ Ինչ որտեղ այո, ես համոմիտ եմ Համոյի հետ։ Իրոք նրանք ուրիշ մակարդակ են, չես հասկանում, իրոք մենք էլ ենք ֆուտբոլիստ, իրանք էլ են ֆուտբոլիստ։ Հարաբերությունները հավաքականում ֆուտբոլիստների միջև առաջին մուտքը ձեր ճամբար, ով ողջունեց, ինչպես կառուցվեցին այդ հարաբերությունները տղաների հետ։ Բոլորի հետ էլ ես ծանոթ էի այնտեղ, համարյա բոլորի, հերակա բոլորով գիտեինք իրար, կարծեմ դրսի ֆուտբոլիստների հետ մենակ ծանոթ չէի, Սպերցյանի, Տիկնիզյանի, բայց բոլորի հետ էլ ծանոթացա, շատ ջերմ ընդունեցին ինձ այնտեղ եւ ես երջանիկ եմ։ Վահե Գևորգյանի որպես մարզիչ որ հատկությունն է, որ ամենաթանկարժեքն է ձեզ համար ու որ ակումբում էլ լինեք, կուզենաք որ մարզիչը հենց այդ որակները ունենա։ Շատ լավ հարց տվեցիք, կոնկրետ ասեմ, որ ակումբում որ լինեմ, կուզեմ որ մարզիչը այդ աստիճանի հավատա իր ֆուտբոլիստներին եւ իր մարզչական շտաբին։ Դա շատ կարեւոր է կարծում եմ, քանի որ Վահե Գևորգյանը եւ իր շտաբը մեզ ամեն խաղից առաջ որ ասում են դուք լավագույններն եք ու մենք երբ որ մտնում ենք դաշտ մենք հասկանում ենք մենք լավագույնն ենք խաղանք Նոայի դեմ Արարատ Արմենիայի դեմ մենք ոչ մեկի խաղով չենք զիջել
վստահ եմ, հասկանում ենք, որ իրանք ուղղակի խոսքեր չեն ասում։ Երբ մտնում ենք խաղադաշտ, հասկանում ենք, որ դա իրականությունն է։ Հետաքրքիր է, որ միգուցե դեռևս ֆուտբոլի հանդեպ տենց սերը, ջերմությունը, այդ էմոցիաները, զգացմունքները իմ կարծիքով հիմա ստանում եք, դրա համար երևի թե չեք պատկերացնում, որ գլխավոր մարզչի պաշտոն, թե իրոք շատ մեծ բեռ է դա։ Անկեղծ ասած չեմ պատկերացնում ինձ որպես գլխավոր մարզիչ, որտեղ գլխավոր մարզիչը պետք է լինի շատ համբերատար, իսկ ես կարծում եմ այդ կարգի համբերատար չեմ, որ լինեմ գլխավոր մարզիչ։ Գլխավոր մարզիչ չեմ կարծում, օգնական հնարավոր է։ Մոտավոր 24 ժամ առաջ Հայաստանի ազգային հավաքականը անկերական խաղում Ղազախստանի ընտրանուն հյուրընկալեց։ Խոսենք այս մրցավեճի հետ կապված ամենակարևոր իրադարձություններից։ Հավաքականը հանդիպմանը այս անգամ նույնպես մեծ կորուստներով մոտեցավ։ Տարբեր պատճառներով չկային մի շարք առանցքային խաղացողներ։ Եղիշե Մելիքյանը էքսպերիմենտների մեջ գտնվող ասպարեզ դուրս եկավ։ Միանգամից 2 կենտրոնական հարձակվողով։ Չանչարևիչը հավաքական վերադարձավ։ Մեկնարկային կազմում Փյունիկի առաջատար խաղացողներից երիտասարդ Կարլեն Հովանեսյանը հայտնվեց։ Չափազանցնել չեմ ուզում, բայց նա գրեթե իդեալական հանդիպում անցկացրեց։ Բոլոր տեսանկյուններից իրապես բարձրության վրա էր եւ քանդում էր եւ ստեղծում։ Շատ ինքնավստահ խաղաց։ Զգացվում է, որ մարդը հավատում է սեփական ուժերին։ Գործեց շատ նվիրված ու օգտավետ էր մանավանդ տակտիկայի ասպեկտում։ Իրահայս գործողությունով մեծապես Սպերցյանի գոլին նպաստեց։ Նույնիսկ համահեղինակ դարձավ։ Եթե Կարլենը շարունակի այսպես, մեր հավաքականի խոցելի բոքս-թու-բոքս գոտին որոշակիորեն ապակինման կգնա։ Արթուր Սերոփյանն էլ վատ հանդես չեկավ, ակտիվ էր, բայց նրան ինչպես եւ մեր ամբողջ հավաքականին այս խաղում ռեալիզացիան դավաճանեց։ Մոտ 8-ից ավելի էպիզոդներ եղան, երբ գնդակը պետք է մրցակցի դարպասում հայտնվեր։ Սակայն ամեն անգամ ինչ որ մի բան խանգարում էր մեզ, որpիսի հասունացող գոլը վերջապես կյանքի կոչվեր։ Մրցակցի դարպասը կախարդված էր, իսկ թե քանի գոլեր խփելու շանս էր։ Նայիր Տիկնիկյանը կորցրեց։ Սա մի քանի հանդիպման կհերիք էր։ Նայիրը անverջ հարվածում էր, բայց գնդակը համառորեն նշանակետին չէր հասնում։ Պահ-պահի հետևից խփեց, բայց մեկագոլ չկար։ Հյուրերը, որոնք մինչ այդ չունեին որևէ լուրջ գոլային շանս, առաջին իսկ մոտեցումից գնդակը մեր դարպասը ուղարկեցին։ Ղազախստանը մեզ հակագրոհի վրա բռնեց, որը կեսից դիրքային կոմբինացիայի վերածվեց։ Լոկացիան մեր տուգանային հրապարակն էր։ Միակայլ կոմբինացիան շարունակվեց եւ ավարտվեց մրցակցի խաղացողի անհատական վարպետությամբ։ Չանչարևիչի տեսադաշտը փակ էր։ Ղազախստանը իր գոլը ահա այսպես խփեց։ Իսկ այնինչ այս խաղում Էդուարդ Սպերցյանը արեց, ոչ միայն հիացնող էր ու տպավորիչ, այլ նաեւ վերջնականորեն այն միտքը հաստատեց, որ իսկական ժամանակն է, որpիսի մեր ավագը տեղափոխվի եվրոպական որևէ թոփ առաջնություն։ Դաշտում իրոք համակարգաստեղծ օղակ էր, գլխավոր մասնակիցն էր, գլխավոր ճարտարապետն էր, կառուցվող հարձակումների բոլոր ֆազաներում։ Ընդհանրապես այս խաղը մեկ այլ բան էլ ցույց տվեց, այն որ առանց Սպերցյան ու Տիկնիկյան մենք հարձակում չունենք։ Կարծում եմ, որ եթե Վահանը խաղար, այս մրցավեճում պետք է որ հաղթանակը մերը լիներ։ Հիմա չխոսեմ կենտրոնական հարձակվողի խնդրից, անընդհատ հետ փոխանցումներ կատարելուց, այլ միկրոդրվագներից։ Դա էլ կանենք շուտով։ Իսկ հիմա ասեմ, որ ընդհանուր առմամբ հավաքականը վատ հանդես չեկավ։ Այո, մրցակիցը ուժեղ չէր, բայց ամեն դեպքում այս խաղում մերոնց գործողություններում որոշակի ինչ-որ հուսադրող նոտաներ արտացոլվեց։ Խոսում եմ ընդհանուր դիմանկարից։ Ցավոք, ոչ ավելի սրանից։ Սերունդափոխությունը հավաքականում շարունակվում է, իսկ էքսպերիմենտների ծանր փուլը դեռ նոր է մեկնարկած։ Վերջում Եղիշե Մելիքյանին հաջողություն մաղթենք իր այս բռնած ծանր գործում ու վերադառնանք տաղավար։ Անցնենք հաջորդ հատվածին, որտեղ ձեզ կներկայացնեմ 3 գոլային դրվագ, ու այդ 3 գոլային դրվագները գալիս է կուլմինացիոն պահը, դադար է լինում, պետքա կռահեք ոնց է ավարտվում, ինչ է տեղի ունենում հետագայում։ Հայաստանի ազգային հավաքականի լեգենդներից մեկն է Արաս Օզբիլիսն։ Այո։ Արաս Օզբիլիսն է, կարծում եմ, այդքան էլ տենց հայտնի դրվագ չէ, բայց այս պարագայում ինչով ավարտվում այս դրվագը ըստ Կարծում եմ գոլ է խփում է հերու դարպասը ձողին, իմ կարծիքով։ Իդեալական ճիշտ նկարագիրել, պատասխանել։ Երկրորդը անգլիական պրեմիեր լիգա են գնում։ Այս դիրքից ինչա անում եւ ինչա լինում։ Հարվածում է դարպասին, կարծում եմ, սենց վազքի ներում, մտածում եմ հարվածում է դարպասին։ Իսկ գոլ լինում է թե չէ։
Կարծեմ ես գոլը տեսել եմ, հա, նմանացնում գոլը լինում կարծեմ։ Ուրեմն ասեմ, որ այս դրվագում ֆանտաստիկ գոլ կլիներ, բայց այսենց իրավիճակ ստեղծվեց դարպասաձողը փրկեց դարպասապահին Ու երրորդ դրվագը, ոյ, սա իմ սրտովա միանշանակ Միլանյան դերբի Միլան Ինտեր Ռոնալդինյոնը գնդակի մոտ 11 մետրանոց Ժուլիո Սեզարն էլ դարպասներին է կանգնած Բանն կա հարվածում։ Լավ, թող լինի տարբերակը, ես չի ուրախանա ճիշտ ասած այդ դեպքում Այս դեպքում Ժուլիո Սեզարը փրկում է Ռոնալդինյոյի հարվածից հետո Այն ժամանակ ճիշտ է դարպասապահները մի քիչ այդ հնարքից կարողանում էին օգտվել, տես մի քիչ առաջ էին գալիս Դուք սիրում եք 11 մետրանոցներ իրականացնել Վերջի շրջանում շատ։ լարվածությունը ոնց է Չեմ զգում լարվածություն вообще։ մտքում sense գալիս է անցած անգամ խփել եմ ես մի կողմը միգուցե հենց այդ կողմի վրա ինքը կենտրոնացած լինի Դե մտածում եմ որ կարող է դարպասապա անցած անգամ տեսնի որ ուղղությամբ եմ խփել ու թռնի այդ ուղղությամբ, բայց չէ, խաղից առաջ եմ որոշում որ ուղղությամբ պետք է խփեմ։ Շատ լավ։ Իսկ եթե օրինակ ձեր թիմակիցներից մեկը գա ասի թողես մեկը ես եմ խփում։ Կտակ եթե հնարավորությունը։ Կտամ։ Շատ բարի եք Կարեն ջան։ Դե որ այդքան բարի եք, հուսամ թույլ կտակ գնանք դեպի բլից հարցաշար, որտեղ խառոխշտիկ հարցեր են լինելու։ Ընտրեք երկու տարբերակներից մեկը կամ միգուցե ձեր տարբերակը կառաջարկեք։ Դեբյուտ հավաքականում թե վերջին խաղը հավաքականում Լի մարզադաշտի ծափահարություններով։ Դեբյուտ։ Ամբողջ խաղում գերազանց խաղալ թե մեկ դրվագով որոշել հանդիպման ելքը։ Մեկ դրվագով որոշել հանդիպման ելքը։ Հաղթել սկզբունքային մրցակցին թե դառնալ չեմպիոն։ Դառնալ չեմպիոն։ Լինել թիմի ավագ թե թիմի ամենաօգտակար խաղացողը։ Թիմի ամենաօգտակար խաղացող։ Կարիերայի լավագույն գոլը թե կարիերայի լավագույն փոխանցումը կընտրեք։ Լավագույն գոլը։ Չես գումում Կարեն ջան, մի քիչ շատ հարցակման կողմա ձեզ ձգում։ Միշտ ունենալ 10 րոպե ավել ժամանակ թե 10% ավել էներգիա ունենաք խաղադաշտում։ 10 րոպե ավել ժամանակ։ Որովհետև թիմակիցներն էլ այդ դեպքում կօգնեն։ Մեկ օր անցկացնել առանց ինտերնետի թե առանց սուրճի կամ թեյի։ Առանց սուրճի կամ թեյի։ Լինել շատ խելացի, բայց անհամբեր, թե համբերատար, բայց ոչ այնքան խելացի։ Լինել խելացի եւ համբերատար։ Համատեղ ենք։ Մարդիկ ձեզ գնահատեն աշխատանքի, թե բնավորության համար։ Բնավորության լավ թող լինի։ Ունենալ հնարավորություն կարդալ մարդկանց մտքերը, թե տեսնել ապագայի 1 տարվա առաջ պատկերը ինչ է լինելու։ Շատ չէ, մի տարի։ Կարդալ մտքերը։ Հա։ Գիրք նվեր ստանալ, թե ճանապարհորդություն նվեր ստանալ։ Օ, շատ բարդ հարց է։ Կարող եմ այդ գիրքը վերցնեմ, գնամ ճանապարհորդության։ Եթե ասեք որ ուղղությամբ հարց չկա։ Ապրել ծովի ափին, թե լեռների մեջ։ Ծովի ափին։ Լինել միշտ ճիշտ, թե միշտ երջանիկ։ Միշտ երջանիկ։ 1 տարի ամբողջությամբ պլանավորված կյանք, թե 1 տարի լի անակնկալներով։ Լիանակնկալներով։ Լուրջ, բայց պլանավորած եմ, որ ոչ մի մտածմունք, ոչ մի հոգս։ Անակնկալներով ամեն դեպքում։ Ձեր կյանքի մասին պատմություն պատմի թիմակիցը, թե մանկության ընկերը։ Թիմակիցը թող լինի։ Ընկերը ավելի շատ բաներ գիտի։ Երևի։ Ֆուտբոլիստների միջև այն բակային ընկերական հարաբերությունը հնարավոր է լինի թե ոչ։ Հնարավոր է։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ սիրելի հետևորդներ, որ դիտեցիք մեր տեսանյութը, հուսով եմ կգրեք մեկնաբանությունների համար նախատեսված հատվածում կլայքեք տեսանյութը, կբաժանորդագրվեք նոր ալիքին, անպայման տեսանյութը նաև կտարածեք ձեր ընկերների շրջապատում եւ իհարկե հիշեք, որ սա ինտերֆուտբոլն է եւ այստեղ խոսում ենք ֆուտբոլի մասին, իսկ դա մի լեզու է, որը հասկանում են ամբողջ աշխարհում։ Կհանդիպենք արդեն շատ շուտով։
Երեխա ժամանակ ռեալ է սիրում, բայց ռեալը սիրում 3 տարի չեմ սիրում էլ։ Հոբիներս շատ եմ, բայց ամենից շատ են տենց ամառները շատ եմ սիրում թենիս խաղալ մեծ։ Բայց այդ սպորտում ինձ չեմ պատկերացնում, պրոստը տենց Ընկերների հետ ժամանակ անցկացնելը ինչքան տենց տեղ ազբաղացնում քո կյանքում։ Երբ ազատ ժամանակ եմ ունենում, միշտ անցկացնում ենք այդ ժամանակ։ Քայլում PlayStation-ն ենք սիրում խաղալ միասին։ Ահա, PlayStation։ PES թե FIFA։ FIFA։ Չես հոգնում FIFA-ից։ Ես օրինակ FIFA-ից, ասենք 3 խաղ խաղամ, հետո որ Երևանի մոտ միշտ կամ իր հերախոս, անցած անգամ է վահեի հերախոս։ Բայց միևնույն ժամանակ անկեղծ չենք մեր երեխաների հետ էլ ու Բայց ես իմ հեռախոսի ձենը կտրել եմ։ Դե ես սեղանի որ գրպանը տիշոր մեկում էլ սխմրտում է ես չան։ միգուցե մեզ հետևում են։ Իսկ այն արարողակարգը, որ շատ հաճախ ակումբներում են անում, տենց ճաշկերույթի ժամանակա, թե ընթրիքի ժամանակա, որ երգում է ինչ-որ մեկ, կա այդպիսի ավանդույթ մեզ մոտ։ Չկա հավաքական։ Ուրախություն։ Ուրախություն ինձ։